Ադրբեջանը զինվում է մինչև ատամները եւ հրապարակային հայտարարում ու ցուցադրում զինանոցի նոր զենքերով համալրվածությունը։ Ռազմական հարցերում մասնագիտացված Defense Arabian-ը հրապարակել մի ցուցանիշ, ըստ որի Ադրբեջանն արդեն ձեռք է բերել 400 հատ 48 Nora B58NG հրետանային համակարգ։ Ադրբեջանական բանակն ունի 600 MLRS, այդ թվում 100 կառավարվող հրթիռային համակարգեր, որոնց հեռահարությունը շատ ավելի մեծ է, քան HIMARS-ինը։ Elbit-ն էլ արդիականացնում է ավելի քան 1300 տանկ, հիմնականում Aslan T-72-ներ, չեխական եւ ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ։ Զրահապատ մեքենաները հագեցվում են 4 Spike NLOS հրթիռներից բաղկացած հավաքածուներով։ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է առնվազն 100 LoRa կիսաբալիստիկ հրթիռ, նաև բանակցություններ է վարել Թուրքիայի հետ Som-ահին թևավոր հրթիռների տեղակայման վերաբերյալ։ Այս հրթիռները կտեղակայվեն 50-ից 60 պակիստանյան GF-17 կործանիչների վրա ավելի քան $6 միլիարդ արժողությամբ պայմանագրերով։ Ինչու է Ադրբեջանն ավելացնում ռազմական ծախսերը, հասցնելով այն $5 միլիարդ, եւ նոր զենքեր ու ռազմական տեխնիկա գնում այն դեպքում, երբ Ալիևը տարածաշրջանում խաղաղության մասին է թմկահարում։ Նախորդ 30 տարիների ընթացքում Ադրբեջանը զինամթերք էր գնում Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների համար։ Վերջին շրջանում ըստ ռազմական փորձագետների Բաքուն հասկացել է, որ եկել է իր սխալ քայլերի համար տարածաշրջանի պետություններին պատասխան տալու ժամանակը։ Եթե այդ երկիրը Հայաստանի դեմ զինվում է տարածքներ գրավելու համար, հիմա արդեն Իրանն է հայտնվել Ադրբեջանի հետ դիվանագիտական հակամարտող պետությունների շարքում։ Մի կողմից թվում է, թե Հայաստանի հետ մի չկարգավորված հարցեր, որոնք որ պայթյունավտանգ են, մյուս կողմից էլ նաև ակներև է դառնում, որ խնդիրներ կան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որքան էլ որ փորձում են դա թաքցնել, Ադրբեջանը ինքը նաև վտանգներ է տեսնում Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ փորձում է քողարկիչ մեթոդներով իր անվտանգության բարձիկները բարձրացնել։ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի այդ սահմաններին մոտ է նոր զորամասեր կառուցում ամրակայում առաջնագիծը, այլ դրանք կառուցվում են նաև ադրբեջանա-իրանական սահմանագծերի մոտակայքում։ Ռազմական ագրեսիայի միջոցով Արցախը հայաթափած Ալիևը լավ գիտի եւ հաշվարկներ է արել, որ եթե իր եւ մեծ եղբայր Էրդողանի հետ չկարողանա դիվանագիտական ճանապարհով լուծել Սյունիքով անցնող ճանապարհի հարցը, դիմելու են ռազմական գործողությունների, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին տիրելու, Սյունիքն իրենցով անելու համար։ Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն գնով փորձում են Զանգեզուրյան միջանցք կոչվածը ունենալ Հայաստանի ստորագրությամբ։ Եթե չհաջողվի, ապա նրանք նաև դիտարկում են ռազմական ուժի կիրառումը, իսկ ռազմական ուժի կիրառման համար իրենք դիտարկելու են տարբեր մեթոդներ եւ տարբեր պատճառաբանություններ, ընդհանուր միջև հակաահաբեկչական գործողությունների իրականացում, որի փորձ ունի հենց Թուրքիան Սիրիայի հետ սահմանային հատվածներում։ Ադրբեջանի ռազմական արսենալը ծանրացնելուն զուգահեռ Հայաստանը նվազեցնում է իր պաշտպանական բյուջեն, ծախսերն այլ ոլորտներ ուղղելու համար։ Հայաստանն ըստ փորձագետի արտաքին աշխարհին մեսիջ է հղում։ Ռազմական ծախսերը փոքրացնում է, քանի որ խաղաղության ճանապարհով է գնում։ Մյուս կողմից սա բավականին վտանգավոր է ներքին լսարանի համար, որովհետև 20 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են հոգեպես ոչ կայուն վիճակում եւ ցանկացած նմանատիպ հայտարարություն խիստ անդրադառնում է Հայաստանի քաղաքացու վրա եւ արտագաղթի առումով այն կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել անվտանգային էլեմենտների բացակայության պատճառով։ Քաղաքագետ վերլուծաբան փորձագետները շարունակում են պնդել, Ալիևն ամեն ինչ անելու է, որ կրկին Հայաստանի հետ լինի բախում խաղաղության պայմանագիր չստորագրելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։